Вот, все работает. Э, Давайте завершим 7 главу и потом поговорим о богословских вопросах, которые там существуют. Եկեք վերջացնենք սկզբի համար 7-րդ գլուխը եւ հետո կխոսենք աստվածաբանական հարցերի մասին, որոնք որ գոյություն ունեն այնտեղ։ Ну, у нас, по сути, и немного осталось, 24-25 стих. Մենք այդքան էլ շատ չունենք վերջացնելու, 24-25 համարներն են մնացել։ Здесь мы видим 4-й аспект, это крик отчаяния и надежды. Մենք 4-րդ ասպեկտն ենք տեսնում, դա իր հուսահատությունն է, իր ճիճն է հոգու։ Это честное признание своего состояния без Божьей благодати. Սա մարդու, այսինքն Պողոս Առաքյալի անկեղծ գիտակցությունն է իր կարգավիճակի առանց Աստծո շնորհքի։ В 24 стихе мы видим крик отчаяния. Մենք 24-րդ համարում տեսնում ենք այդ հուսահատության ճիճը։ Павел говорит: «Бедный я человек, кто избавит меня от всего тела смерти». Պողոսն ասում է, ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահվան մարմնից։ И Павел чувствует отвращение к своему греху, это состояние нищеты духа и жажды освобождения. Եվ Պողոսը իր այդ մեղավոր վիճակը գիտակցում է իր այդ հոգու այդ ազատության ծարավի համար, ձգտում է ազատագրության։ И в 25 стихе мы видим ответ благодарности. Եվ 25-ում մենք տեսնում ենք շնորհակալության այդ պատասխանը։ Освобождение приходит не через усилие воли или закон, а только через Христа. Ազատագրությունը ոչ թե գալիս է ուժով կամ օրենքով, այլ գալիս է այն գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով։ И вторая часть 25 стиха констатирует реальность борьбы. Եվ 25-րդ համարի երկրորդ մասը խոսում է այդ պայքարի իրականության մասին։ Тот же самый я умом моим служу закону Божию, а плотью закону греха. Այսպես ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, բայց մարմնականով մեղքի օրենքին։ И мы должны понимать это в контексте с учетом 8 главы. Եվ մենք սա պետք է 8-րդ գլխի համատեքստի մեջ հասկանանք։ Это не оправдание греха, а признание реальной борьбы, битвы, которая будет... Արդարացում է մեղքի համար, այլ իրական պայքարի գիտակցությունը, которая будет продолжаться до прославления тела. Որը կշարունակվի մինչև մարմնի փառավորումը։ Таким образом, читая этот раздел, мы не можем винить закон или Бога в наших грехах. Այս ամենը հաշվի առնելով մենք չենք կարող ոչ Աստծուն, ոչ էլ օրենքին մեղադրել մեր մեղքերի հարցում։ Мы сами несем ответственность. Մենք ինքներս ենք պատասխանատվություն կրում։ Но благодаря союзу со Христом мы освобождены от осуждения закона и имеем силу духа. Բայց Քրիստոսի միջոցով, շնորհքի միջոցով մենք ունենք եւ հոգու ուժի միջոցով մենք ունենք ազատագրություն այդ մեղքի ու օրենքի ուժից։ О чем дальше Павел говорит в 8 главе. Եվ որի մասին խոսում է Պողոս Առաքյալը հետո 8-րդ գլխում։ Именно Дух дает нам уверенность и силу в победе. Հենց հոգին է տալիս մեզ վստահություն եւ ուժ հաղթահարելու համար։ И, следовательно, центральным вопросом, который часто поднимается в 7 главе, это вопрос экзегетики 14 и 25 стихи. Եվ շատ հաճախ տրվելիք հարցերը 7-րդ գլխի մասով։ Դա 14-րդ համարից մինչև 25-րդ համարների էքզեգետիկայի վերաբերյալ է։ Ну, я думаю, вы, наверное, поняли, исходя из экспозиции 7 главы,
взгляд, которого я придерживаюсь. Ես կարծում եմ իմ 7-րդ գլխի էքսպոզիցիայից դուք հասկացաք այն տեսակետը, որին որ ես եմ հարում։ Ну, я считаю, что речь идет о верующем возрожденном человеке. Павел говорит о себе. Речь идет о верующем возрожденном человеке, и Павел говорит о себе. Եվ դուք արդեն հասկացաք, որ խոսքը գնում է հավատացյալ վերստին ծնված մարդու մասին, եւ Պողոսը այսինքն իր մասին է խոսում։ Но и обычно дискуссия ведется между двумя взглядами. Или это опыт, Павел говорит о своем опыте до обращения, таким образом это невозрожденный человек под законом. Или же свой текущий опыт зрелого христианина и борьба плоти и духа. Եվ այստեղ հարցը առաջանում է, թե սա ինչ կարգավիճակի մասին է, հա, այս հատվածը, մինչև ապաշխարությունը, հա, թե արդեն ապաշխարությունից հետո հոգևոր հասուն մարդու գիտակցությունն է սա։ Но по сути взглядов тут больше, чем два. Больше, чем два взгляда. Եվ այստեղ կա ավելի քան երկու տեսակետ։ И подобно тому, как мы разбирали взгляды в 5 главе, так и сейчас сделаем название, суть, за, против. Եվ ինչպես նոր մենք 5-րդ գլխի տարակարծությունները ուսումնասիրեցինք, այստեղ էլ նույն բանն ենք անելու, ասելու ենք տեսակետը, ասելու ենք թե ինչ էություն ունի այդ տեսակետը եւ փաստարկները դեմ եւ կողմ։ Поэтому первый взгляд это возрожденный человек. Դրա համար առաջին տեսակետը դա այն է, որ այստեղ խոսքը գնում է վերստին ծնված մարդու մասին։ Павел, согласно этого взгляда, описывает нормальную или же даже зрелую христианскую жизнь, в которой верующий имеет новую природу, продолжает вести мучительную борьбу с остатками греховной плоти. Можно еще раз первую часть? Да. Описывает нормальную или же зрелую христианскую жизнь, в которой верующий имеет новую природу. Այսինքն այստեղ այս տեսակետով խոսքը գնում է նորմալ քրիստոնյայի մասին, ով վերստին ծնված է, ով որ ապրում է հասուն քրիստոնեական կյանքով, բայց ունի պայքար մեղավոր բնության դեմ։ Но находясь в этом мире, он продолжает вести духовную борьбу с присутствием греха в его плоти. Լինելով դեռևս այս աշխարհում իր մեղավոր բնության հետ, որը կապված է իր մարմնի հետ, դրա հետ պայքարի մեջ է։ Представители некоторые данного взгляда это Чарльз Ходж. Ներկայացուցիչներից են այս տեսակետի այնպիսի անձիկ ինչպիսիք են օրինակ Չարլզ Հոջը, Альберт Барнс, Джон Макարտуր. Ալբերտ Բարնսը, Ջոն Մակարտուրը։ Какие аргументы существуют в пользу такого взгляда? Ինչպիսի փաստարկներ կարող ենք բերել ի օգուտ այսպիսի տեսակետի։ Ну, первый аргумент это грамматическое время и его смена, которую мы наблюдаем в тексте. Грамматическое время. Павел в стихах 7 по 13 использует прошедшее время аорист, описывая свою жизнь до Христа. Այդ փաստարկը կայանում է հետևյալում, որ մենք ուշադրություն ենք դարձնում քերականորեն ժամանակաձևին, ինչ կերպով է նա գրում։ Մինչև 14 համարը նա գրում է անցյալով։ Но в 7:14 он переходит в настоящее время и говорит в настоящем времени: я плотян, я делаю, я не понимаю. Բայց 14-ից հետո արդեն անցնում է ներկա ժամանակին, ասելով ես մարմնավոր եմ, ես չեմ հասկանում ինչ եմ անում, ես այսպես եմ անում։ И поэтому аргументация Ходжа заключается в том, что
естественным пониманием будет понимать эти утверждения как утверждение, которое касается настоящего, скажем, теперешнего состояния автора. Եվ հոջի փաստարկը հետեւյալն է, որ այս քերականական անցումից ելնելով, հա, 14-ից հետո, քանի որ խոսում է ներկայով, բնական է ենթադրել կամ եզրակացնել, որ հեղինակը խոսում է իր ներկա կարգավիճակի մասին։ Второй аргумент – это аргумент, взятый из 22 стиха. Երկրորդ փաստը վերցված է երկրորդ փաստարկը վերցված է իսկ какого стиха 7:22. 22-րդ համարից 7:22-ից Прочитайте там, внутренний человек. Քանզի գիտենք, որ ամբողջ извиняюсь, это 8 глава уже որովհետև իմ ներքին մարդով ես հրճվում եմ Աստծո օրենքով. Поэтому данное утверждение не может относиться к невозрожденному, так как согласно 8:7 плотские помышления закону Божию не покоряются. Երբ որ մենք կարդում ենք այս արտահայտությունը, որովհետև իմ ներքին մարդով ես հրճվում եմ Աստծո օրենքով, եզրակացնում ենք, որ սա չի կարող խոսել ոչ վերստին ծնված մարդու մասին, որովհետև եթե 7-ը կարդանք, կտեսնենք, որ ասվում է, բայց ես մեղքը չի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով։ Այսինքն մարմնավոր մարդը չի հասկանում Աստծո բաները։ И, следовательно, только рожденный свыше может искренне наслаждаться законом. Եվ հետևությունը այն է, որ միայն իսկական վերստին ծնված մարդը կարող է վայելել Աստծո օրենքը կամ հրճվել Աստծո օրենքով։ Третий аргумент – это описание борьбы, когда Павел говорит в 25 стихе «тот же самый я». Служу закону Божию, а против закона греха. Հաջորդ փաստարկը 25-րդ համարում է, որ ասում է, որ այսպես ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին։ И это вполне подходит к христианской реальности и тем утверждениям, которые мы находим в Писании «да, но еще нет». Եվ այս արտահայտությունը, որ ինքը մտքով ծառայում է Աստծո օրենքին, համապատասխանում է ծնված քրիստոնյայի բնութագրին եւ այն գաղափարին, որը մենք տեսնում ենք Սուրբ Գրքի մեջ հիմա, բայց դեռ ոչ, այս իրականությանն էլ է համապատասխանում։ Аргумент против этого взгляда следующий. Հակափաստարկը այս տեսակետի հետևյալն է։ Слова в 7:14 «я продан греху» кажется противоречивыми в 6 главе Римлянам. Երբ որ ասվում է, որ ես մեղքին վաճառված եմ 14-րդ համարում, կարծես հակասում է Հռոմեացիներին 6-րդ գլխի իր պնդումներին։ Потому что там сказано, что верующий освободился от рабства греха. Եվ այնտեղ ասվում է, որ հավատացյալը մեղքի գերությունից ազատ է արձակվել։ Но я думаю, есть способ объяснить данную фразу иначе. Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կա տարբերակ այս արտահայտությունը այլ կերպ բացատրելու։ Мы освободились от власти греха, мы уже не обязаны грешить, но грех все еще продолжает присутствовать в нашей жизни. Այն է, որ մենք այո ազատվել ենք մեղքի կապանքներից, բայց այն դեռ շարունակում է իր գոյությունը մեր կյանքի մեջ։ Это первый взгляд. Второй взгляд, речь идет о невозрожденном, но
пробужденном грешнике. Երկրորդ տեսակետը այն է, որ խոսքը այստեղ գնում է վերստին չծնված, բայց այսպես ասած արդեն Աստծո խոսքի վրա մտածող, հա, դատողություններ անող մեղավորի մասին։ Ну, невозрожденный это как бы понятно неверующий, а что такое пробужденный грешник? Я думаю, в английском это awakened sinner's view. Վերստին չծնված արտահայտությունը հասկանալի է, բայց այդ ինչ է նշանակում, որ անգլերենից եթե թարգմանենք, այսպես է հնչում, որ արթնացած մեղավոր, այսինքն Աստծո օրենքի, հա, ուղղությամբ արթնացած մեղավոր, որ արդեն սկսում է մտածել Աստծո օրենքի հետ կապված։ Суть этого взгляда, что Павел описывает опыт благочестивого иудея, возможно, себя самого до встречи с Христом. Եվ այս տեսակետով ինչ է սա նշանակում, որ Պողոս առաքյալը բարեպաշտ հրեայի է նկարագրում, ով օրենք ունի, բայց Քրիստոսին դեռ չի եկել, ու հնարավոր է, ասում են, հենց ինքը իրեն է նկարագրում Քրիստոսին հանդիպելուց առաջ, который пытается исполнить закон, осознает его святость, но терпит поражение, так как у него нет силы и Духа Святого. Սա պատկեր է մի մարդու, ով գիտակցել է, որ Աստծո օրենքը սուրբ է, նա տեղյակ է, որ պետք է դա անի, բայց իր մեջ չի գտնում ուժ դա անելու, որովհետև Սուրբ Հոգու զորությունը չունի։ Адам Кларк, он категорически отвергает идею, что это христианин. Ադամ Կլարկը կտրականապես ժխտում է այն գաղափարը, որ սա խոսում է քրիստոնյայի մասին։ Он называет такой взгляд опасной ересью, утверждать о том, что христианин может быть продан греху. Նա անվանում է հերետիկոսություն այն գաղափարը, որ կարող է քրիստոնյան վաճառված լինել մեղքին։ Многие ранее греческие отцы церкви, они придерживались такого взгляда, что речь идет о неверующем. Շատ վաղ եկեղեցու հայրեր այս տեսակետին են հանել, որ խոսքը գնում է անհավատի մասին։ Какие существуют аргументы в пользу этого взгляда? Ինչ փաստարկներ կան հոգուտ այս տեսակետի։ Первый аргумент это контекст рабства. Առաջի փաստարկը դա այդ ծառա լինելու, հա, այդ ստրկության համատեքստն է։ Поэтому в аргументации Кларка, 7.14 описывает состояние полного рабства. Հետևաբար Կլարկի մեկնաբանությամբ 7.14-ը նկարագրում է ամբողջապես մեղքին ստրկացված կարգավիճակ։ И он аргументирует это фактом, что искупленный кровью Христа не может быть одновременно продан греху. Եվ ասում է, որ Քրիստոսով փրկագնվածը չի կարող վաճառված լինել մեղքին։ Второй аргумент это отсутствие духа в тексте 7.14.25. Հաջորդ փաստարկը տեքստում 14-ից 25-րդ համարներում գտնվող այսինքն բացակայող հոգու մասին հիշատակումն է, այսինքն չի հիշատակվում այդտեղ հոգու մասին։ И Дух Святой, он практически не упоминается, тогда как в 8 главе, которая описывает христианскую жизнь, Дух упоминается около 20 раз. Այստեղ չի խոսվում հոգու մասին, բայց հաջորդը 8-րդ գլուխը, որը քրիստոնեական կյանքի մասին է, մոտ 20 անգամ Սուրբ Հոգու մասին հիշատակություն կա։ И поэтому 7 глава это человек под законом, 8 глава это человек в духе. Հետևաբար փաստարկը այսպես է ընթանում, 7-րդ գլուխը մարդն է օրենքի տակ առանց հոգու, իսկ 8-րդ գլուխը մարդն է Սուրբ Հոգով լցված։ Ну и этот
взгляд имеет аргументы против. Եվ այս տեսակետն էլ ունի հակափաստարկներ։ Ну, 7 глава, 15 стих, речь идет о ненависти ко греху. Եվ որ մենք կարդանք 7:15-ը, մենք կտեսնենք այնտեղ ատելություն մեղքի հանդեպ։ Павел говорит, что ненавижу, то делаю. Պողոս առաքյալը ասում է. անում եմ այն, ինչ ատում եմ։ Поэтому возникает вопрос, как невозрожденный человек может искренне ненавидеть грех. Դա համար հարց է առաջանում, ինչպես վերստին չծնված մարդը կարող է մեղք ատել։ Третий взгляд. Երրորդ տեսակետը։ Речь идет... Смешиваемся. Что? Смешиваемся. Смешиваемся, да. Слушали первый взгляд, и вроде и так хорошо, и слушаем второй, кажется, и так хорошо, да. Я один раз переводил одного преподавателя, и он придерживался второго взгляда. Ես մի անգամ թարգմանում էի մի դասախոսի, ով հարում էր այս երկրորդ տեսակետին։ Наверное, он тоже был родственником Кларка, потому что он так категорично сказал, что это вообще не может быть, это вообще, чуть ли тех, кто утверждает, что это, о верующем, чуть ли не еретики. Եվ նա էլ երևի թե Կլարկի բարեկամներից էր, որովհետև հենց իրպես կտրականապես մերժում էր այն մեկնությունը, որ մենք տեսանք առաջին տարբերակով ու ասում էր, որ համարյա ասում էր, որ հերետիկոսական է այդ գաղափարը, որ չի կարող այստեղ հավատացյալի մասին խոսք գնել։ И тут вот его такой еретик стоит рядом и переводит. Но давайте рассмотрим взгляды и потом поговорим немного. Դրա համար եկեք մի ուսումնասիրենք այս տեսակետները, ու հետո մի քիչ խոսենք։ Третий взгляд. Речь идет о верующем, который пытается жить по закону. Երրորդ տեսակետը խոսքը գնում է հավատացյալի մասին, ով փորձում է орենքով апрել։ Иногда этот взгляд также называют плотской христианин или христианин, который верующий законник. Նաև այս տեսակետը անվանում են մարմնավոր հավատացյալի, այսպես ասած, տեսակետ կամ հավատացյալ օրինապաշտ։ И согласно такого подхода получается, это описание верующего человека, который пытается достичь святости своими силами, а не силой Духа Святого. Այստեղ պատկերը այն է, որ մարդ հավատացյալը փորձում է ոչ թե Սուրբ Հոգու ուժով, այլ իր ուժով հասնի սրբության։ Уильям Макдональд один из представителей такого взгляда. Ուիլյամ Մակդոնալդը այս տեսակետի հարողներից է։ И он в своем комментарии говорит, что речь идет о человеке, который возрожден, но пытается жить по закону. Եվ նա իր մեկնաբանությունների մեջ ասում է, որ այստեղ խոսքը գնում է մարդու մասին, ով վերստին ծնված է, բայց փորձում է ապրել օրենքով։ Или это опыт любого христианина, когда он отводит взгляд от Христа и пытается и полагается на себя. Կամ այն քրիստոնյայի պատկերն է, ով որ փորձում է Քրիստոսից հեռանալով իր ուժը իր վրա դնել, հույսը իր վրա դնել, իր ուժի վրա դնել։ Поэтому, какие тут аргументы? Аргументы за это контекст освящения. Կողմ փաստարկները կողմ փաստարկներից է այն, որ համատեքստը սրբացման մասին է։ Глава 6 говорит о положении во Христе, а 7
о тщетности законничества. Нельзя полагаться на закон в контексте освящения. 6-րդ գլուխը խոսում է Քրիստոսի հետ միացած մարդու մասին, 7-րդ գլուխը խոսում է օրենքի անկարողության մասին, այսինքն քրիստոնյան չի կարող իր հույսը դնել օրենքի վրա, այն անզոր է։ А 8 глава говорит о силе духа. Իսկ 8-րդ գլուխը խոսում է հոգու уժի մասին։ Таким образом, Римлянам 7 глава показывает, что закон не может осветить верующего так же, как он и не мог его оправдать. Եվ ասում է, որ 7-րդ գլուխը խոսում է նրա մասին, որ օրենքը չի կարող լուսավորել քրիստոնյային այնպես, ինչպես որ նա չի էլ կարող նրան արդարացնել։ Второй аргумент из грамматики. Павел использует слово саркос, сделанный из плоти, саркинос. Да, ну, 7:14. Երկրորդը քերականական փաստարկ է, Պողոս առաքյալը օգտագործում է սարկինոս բառը, որը հա մարմնեղեն բառն է, что может указывать на слабость человеческой природы верующего, а не на его статус во плоти. Можно еще раз. Павел использует греческое слово «саркинос». В некоторых манускриптах такое прочтение, что может указывать на слабость человеческой природы верующего, а не на его статус во плоти. То есть не верующий, как 8:8. Այսինքն այստեղ փաստարկը հետեւյալն է, որ Պողոս օգտագործելով այդ բառը խոսում է հավատացյալի մարմնավոր թուլության մասին, այլ ոչ թե նրա կարգավիճակի մասին, որպես մարմնում գտնվող կամ մարմնավոր, հա։ Также, когда мы обсуждаем эти взгляды, мы должны учитывать и еще несколько фраз, как нам, скажем так, правильно их истолковать. Երբ որ խոսում ենք այս հատվածի մասին, մենք մի քանի արտահայտություններ էլ պետք է ուսումնասիրենք, որ հասկանանք, թե դրանք ոնց ճիշտ մեկնել։ Эйти Робертсон в World Pictures New Testament. Էյթի Ռոբերտսոնը World Pictures նոր կտակարանի իր աշխատության մեջ он говорит, что фразу «ибо мы знаем» 7:14 Павел апеллирует к общему знанию христиан. Նա այստեղ ասում է, որ իր մեկնաբանություններում, որ 7:14-ում հանդիպող այս գիտենքը, որը ասում է որովհետև գիտենք, վերաբերվում է ընդհանուր քրիստոնեական գիտելիքին։ И также Робертсон проводит разграничение между словами телесный и во плоти. Նաև Ռոբերտսոնը դնում է տարբերակում մարմնավոր եւ մարմնում բառերի միջև։ Это в каком стихе эти термины являются? Ну, 7:14. Որովհետև գիտենք, որ ենք հոգեոր, իսկ էս մարմնավոր, ահա, это один, другой, А во плоти это 8:8. вот այստեղ ասում է մարմնավոր 8:8-ը ասում է եւ նրանք որ մարմնավոր են։ У нас то же самое слово. Но в греческом немножко есть разница. Поэтому в 7:14 Робертсон говорит, что плотской имеющий саркинос и саркикос. Ага. Саркинос и саркикос. Разница в греческих словах. Он говорит, саркинос это телесный, имеющий плоть состояния человека. Я так понимаю, это 8:8. И саркикос это плотской, указывает на этическую
направленность. То есть Նա տարբերակում է դնում այս երկու հունարեն արտահայտությունների մեջ, որ մեկը Սարկինոս, մեկը Սարկիկոս, ասում է, որ մեկը վերաբերվում է 8-ում հանդիպող բառ է, որ մեր մոտ կարծում ենք մարմնավոր, ասում է, որ դա վերաբերում է նրան, որ դու մարմնեղեն ես, մարմին ունես, իսկ մյուսը ոնց որ կարգավիճակի 7-14-ում հանդիպողը կարգավիճակի մասին կարծես խոսի։ И поэтому верующий остается в Саркинос в теле, и в этом источник конфликта. Այսինքն ասում է, որ հավատացյալը մնում է Սարկինոս այս մարմնում եւ դրան էլ հետևում է կոնֆլիկտը, խնդիրը։ И также еще одна фраза, заслуживающая внимания, живет во мне. Եվ մի արտահայտությունն է, որ ուշադրության արժանի է, դա այդ տվյալական ցիխի Это 7:17 и 7:20. 7-17-ում ասում է, որ իմ մեջ բնակվում է եւ 20-ում, որ ասում է իմ մեջ բնակված մեղքը, այս մեղքը, որ բնակված է իր մեջ, այս արտահայտության մասն է խոսքը։ И поэтому глагол, означающий обитать как в доме, он персонифицируется как нежелательный жилец, оккупировавший плоть верующего. Եվ այս բնակվածը, այսինքն նմանությունը տանն է, որ ի հակառակ քրիստոնյայի կամքին մեղքը մտել է եւ բռնագրավել է եւ այնտեղ ապրում է։ Поэтому это как гость, который должен был уехать, но он почему-то остался и создает проблемы. Այսինքն դա հյուր է, որ պետք է գնացած լիներ արդեն, բայց չի գնում եւ խնդիրները առաջացնում։ Таким, ну, если посмотреть, получается, у нас есть взгляд Чарльза Ходжа, речь идет о зрелом христианине. Եթե մենք ամփոփենք Չարլզ Հոջի տեսակետը, խոսքը գնում է հասուն քրիստոնյայի մասին։ Адам Кларк говорит, что это, ну, неверующий человек или этот пробужденный грешник под законом. Ադամ Կլարկը ասում է, որ դա վերստին չծնված մարդն է կամ օրենքի հանդեպ արթնացված մեղավորը։ Альберт Барнс говорит, ну, он христианин просто. Ալբերտ Բարնսը ասում է, որ այն ուղղակի խոսքը գնում է քրիստոնյայի մասին։ И он признает трудности, но заключает, что глубокое сознание внутренней греховности свойственно именно святым, а не грешникам. Նա այսպես եզրափակում է ասելով, որ ներքին այդ մեղքով վարակվածության գիտակցությունը յուրահատուկ է քրիստոնյաներին, ոչ թե մեղավորներին, այսինքն նրանց չի խանգարում իրենց ներբնակված մեղքը։ И Уильям Макдональд говорит о верующем, который находится под законом или пытается исполнить букву закона в контексте освящения. Եվ Մակդոնալդն էլ խոսում է քրիստոնյայի մասին, ով փորձում է չնայած այդ ամեն ինչին օրենքը կատարել, օրենքի տառը կատարել։ Поэтому что вы думаете? Դա համար ինչ եք մտածում։ Я слышал один раз, Прокопенко сказал, что самый больше комментариев в Библии это вот Римляне 7 глава, который имеет 34 разных комментария. И вот это, это уже много о чем говорит. Брат Вячеслав, я бы попросил объяснить вот 21 стих в конце, да, который говорит որ ասում է չարը ինձ հետ ներկա է այս պահը էլի մենք տեսեք
մի բան ասեմ, այսինքն այստեղ ոնց որ առաջի այսքից այն ձև է տպավորությունը, ոնց որ ինքը խոսում է մի անզոր մարդու մասին, կարծես որ ինքը չի կարող կարծես դիմադրի այդ չարի դեմ, բայց այս մենք օրինակ գիտենք, որ վերստին ծնված մարդը ընդհակառակը ունի այդ կարողությունը դիմադրել։ Ու հիմա այստեղ ասում է հաստատում է, որ չարը իմ հետ է։ Այս պահը ինքը ոնց կանի։ Մենք օրինակ Օգոստինոսի տված ձևը ինքը գիտի 4 տեսակ է, մարդը Ադամի ժամանակ կարար մեղք գործեր, Ադամից հետո էլ չի կարա մեղք չգործի եւ վերստին ծնված մարդը ասում է կարա էլ մեղք չգործի։ Հիմա մենք գիտենք, որ փրկված մարդը ունի այդ զորությունը, ուժը, հոգու առաջնորդությունը, բայց իմ հայացքով ոնց որ խոսում եմ մի անզոր մեկի մասին։ Ու այդ մանանդ որ հաստատում է չարը ինձ հետ ներկա է, այդ պահը ոնց կբացատրել։ Ну, вопрос в том, что здесь в 21 стихе мы читаем «прилежит мне злое». И брат спрашивает, что если мы знаем, что после того, как мы уверовали, у нас есть данная Богом сила, чтобы предстоять злу, как возможно, что здесь говорится о верующем человеке? Ну, да, суть в этом вопрос. Здесь такое ощущение, как будто про слабого человека говорит, который не имеет возможности просто. Поэтому вы больше склонны о том, что это христианин, но слабый. Համար դու կողմես, որ սա քրիստոնյան է, բայց թույլ է։ Нет, я просто думаю, что это нерожденный просто человек. Просто сейчас вот так видно, так считаешь, так видно. Но аргументы, да, которые вы показываете, да, это тоже понятно. А почему он, верующий человек, вот такой слаб, что не сможет, да, там, стоять против вот зла? Я знаю, что мы не 100%, я это знаю, мы грешим часто. Но здесь такое ощущение, как будто слабый человек стоит, который у него вообще категории возможности нету. Ну, я думаю, если, ну, мой личный взгляд, Павел говорит о себе и о себе как о зрелом христианине. Но я бы к аргументам, к этому взгляду добавил аргументы последнего взгляда относительно общего контекста. Երբ որ հարցն անում էր, որ կարծես, երբ որ կարդում է գլուխը առաջին հացից այնպիսի տպավորությունը, որ ինքը թույլ անուժ մեկի մասին է խոսքը եւ դա կարծես չի տալիս քրիստոնյայի պատկեր, որովհետեւ մենք գիտենք, որ կայով մենք անթերի չենք, բայց մենք ունենք ուժ, հա, չարին հակառակ կանգնելու ու պատասխանը, այսինքն սա գալիս է դասախոսի հարցին ի պատասխան, որ դասախոսը հարցրեց դու մտածում ես, որ սա թույլ հավատացյալի մասին է, եւ հետո դասախոսի պատասխանը հետեւյալն էր, որ ինքը մտածում է, որ առաջի տարբերակն է, այսինքն խոսքը, ինչպես ասում էր Հոջը, խոսքը գնում է հասուն հավատացյալի մասին, ով ունի այդ գիտակցությունը եւ ասում էր, որ չնայած դրան նա վերջին տարբերակի փաստարկումներն էլ կգումարեր, որովհետեւ համատեքստով, հա, խոսքը սրբացման մասին է գնում մինչեւ 8-րդ գլուխը։ И если рассматривать в таком ключе, то я не вижу противоречий с этим утверждением или с утверждениями в других текстах Писания, которые говорят о важности того, что христианин должен исполняться Духом Святым. Այս դույսի ներքո ես չեմ տեսնում հակասություն
Սրա հաշվի առնելով սրանց միջև այս տիպի արտահայտությունների հետ հակասություն չեմ տեսնում, հաշվի առնելով Աստվածաշնչի մնացած հատվածներն էլ, որտեղ ասվում է, որ օրինակ հավատացյալը պետք է լցվի Սուրբ Հոգով։ Ну, например, Ефесянам 5 глава Павел повелевает, чтобы мы исполнялись Духом Святым, и потом он описывает, как выглядит это повиновение. Օրինակ Եփեսացիներին 5-րդ գլխում Պողոս առաքյալը մեզ քաջալերում է, որ հոգով լցվենք ու հետո նկարագրում է, թե ինչ տեսք ունի այդ հնազանդությունը։ Если вы подумаете, что, ага, если я прочитаю результат исполнения Духом Святым и буду стараться все это делать сам, то у нас тоже сядут быстро батарейки. Եվ դու մտածում ես, որ եթե ես կարդամ այն, որ ասում է հոգով լցվեք եւ հետո կարդամ դրա արդյունքները, հա ինչ պտուղ է դա տալիս, ու կարող եք մտածել, որ իմ մարդկոցը շուտ կնստի, այսպես ասած։ И поэтому мы там можем читать, что люди благодарны Богу, поют псалмы, подчиняются друг другу. И дальше Павел говорит относительно различных социальных положений, которые может занимать христианин, будь то в семье, муж, жена, 6 глава, родители и дети, и дальше рабы и господа. Երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք, որ Պողոս առաքյալը սկզբից խոսում է ասելով, որ մարդիկ այո հավաքվում են մեկտեղ, իրար օգնում են, սալմոսներ են երգում, աղոթք են անում, ու հետո տեսնում ենք, որ մարդը կարող է ունենալ տարբեր սոցիալական կարգավիճակ, մենք տեսնում ենք կին ամուսին հարաբերությունները, տեսնում ենք ծնող զավակներ հարաբերությունները, ծառա եւ տեր. Но без Божьей помощи я фактически никогда не буду дотягивать до Божьего стандарта, и поэтому, несмотря на то, что я нахожу этот закон или принцип, что хочу делать доброе, но у меня это не выходит и получается как всегда. Եվ որ ես կարդում եմ աստվածային ստանդարտը, ճիշտ է, ես գիտեմ, որ ես գտնվում եմ Աստծո մեջ այդ կարգավիճակում, բայց նայելով այդ ամենը փորձում եմ անդադ նմանվել, հնազանդվելով այդ պատվերին, թե ինչքան բան ես պետք է անեմ, ու հետո պարզվում է ինչպես միշտ, որ ես չեմ կարողանում այդ ստանդարտին ձգելով հասնել, այսպես ասած, И поэтому единственным решением и выходом из данной ситуации это не это жить по духу, а не по плоти. Եվ միակ լուծումը այս իրավիճակում ապրել հոգով եւ ոչ թե մարմնով։ О чем дальше говорит 8 глава. Որի մասին խոսում է հետո արդեն 8-րդ գլուխը։ Так у нас должен быть перерыв, да? Да или нет? Не слышал, что, брат Вячеслав? У нас должен был бы быть перерыв. Да. Так, уже осталось 3 минуты. Можно вот это, просто я скажу, как я вот это понял, пару словами еще. Можно? Ну, давайте 3 минуты, и потом мы сделаем перерыв. Ага. И вернемся. Կուզեմ ասես, ասենք ես էլ եմ շատ եմ կարդացել 7-րդ գլուխը, ես էլ ձեմ հասկացա։ Ինքը նախ դիմում է օրենքի ժողովրդին, չէ՞ ասում, սկզբից օրենքը դիմացողներին եմ ասում։ Ինքը իմ հասկանալով այս ձև է եղել, որը կշարունակեմ հենց աղոթել, ուսումնասիրել, բայց ոնց որ ասես է եղբայրներ, ես էլ գիտեմ այդ օրենքը ինչ է։ Այդ օրենքի ժամանակ ես ինքս հասկացել եմ, էսի լավ է, բայց մենք կարելի ասել зорություն չենք ունեցել։ Я много изучал эту главу, еще я готов в дальнейшем этим тоже заниматься, но как я понимал до сих пор это, если посмотреть видение, что здесь говорится
о братьях, которые знают закон, и я всегда думал, что он говорит, типа, смотрите, братья, я был в вашем состоянии, я знаю, как выглядит эта картинка, знать закон и желать это исполнять, но не иметь силы делать это. Այմա շարունակի եղբայրս, որ հետո ամփոփում եմ շատ կարճ։ Հասկանում եմ, ես ուզում եի կարճել ասել։ Այսինքն ես գիտեմ այդ իրավիճակը, ես անցել եմ կարծես այդ process-ով ու հասկացել եմ մի բան, որ ես չեմ կարա այդ ամեն ինչը անեմ։ Այսինքն չեմ կարող Աստծո օրենքը պահել, որովհետև ես չունեմ այդ զորությունը։ Ու 8-րդ գլխում արդեն ինքը կարծես բացատրում է, թե ոնց կարանք մենք այդ ամեն ինչին հաղթահարենք։ Նախ կարելի ասել վերստին ծնունդը մեզ պետք եւ հոգու ուժն է։ Բայց Այսինքն դու այս 14-ից 25-ը դնում ես վերստին չծնված կարգավիճակում։ Հա, այդ եմ ուզում ասել։ Այսինքն ինքը ցույց տա, ես այս երկու բառը ես այն ժամանակ այս վիճակում եմ։ То есть получается так, что я знаю ваше положение, я раньше до познания Христа и Духа Святого и этой силы, которая сейчас у меня есть, был в этом состоянии. А в 8 главе он говорит, вот если у вас будет та сила Духа Святого, вы это можете исполнить. То есть получается, брат это оставляет до познавания Иисуса Христа. То есть состояние Павла до его покаяния. Ну, ситуация такая, что я прошел вот это все и понял одно, что без принимая Иисуса Христа иметь Святой Духа, мы это просто не сможем жить так. Поэтому мы всегда будем делать зло. Будем думать, знаем Божий закон, с одной стороны знаем, принимаем. Но у нас этой силы нету, этой возможности нету, чтобы исполнить Божий закон. Да, я понимаю аргументацию, но для меня это сложнее понять из-за того, что Павел обращается не к неверующим, проповедуя Евангелие, он обращается к уже верующим. И он говорит не о проблеме прихода к Евангелию, он говорит о жизни во Христе в стремлении выполнить Его волю. Ես հասկանում եմ այդ փաստարկները, ուղղակի իմ մոտ դժվարությունը հասկանալու դա հետևյալն է, որ Պողոսը, այսինքն որպես հակափաստարկ, Պողոսը չի խոսում ավետարանական, այսինքն ավետարանչություն անելու այդ միջավայրում։ Նա խոսում է եկեղեցում, նա խոսում է հավատացյալների հետ, ովքեր որ կարծես տեղյակ են այդ հոգու զորության մասին եւ այդ պայքարի մեջ են գտնվում։ И поэтому, я думаю, и все мы на практике можем где-то увидеть себя после покаяния, где мы говорим, бедный я человек, и сколько мне еще, почему я еще до сих пор спотыкаюсь. Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք մեզ ասոցացնել սրա հետ ապաշխարությունից հետո ինչ որ պահի մեր գործելիս, երբ որ մենք ասել ենք կամ ասում ենք, որ ինչ խեղճ մարդ եմ ես, ինչի համար եմ ես այսքան սայթակում։ Ну, мы можем пойти и сказать нашим женам, мы уже достигли совершенства, но я думаю, они нам подскажут, что не совсем. Ես մտածում եմ, եթե մենք մոտենանք մեր կանանց, ասենք ես արդեն հասել եմ այդ կատարելությանը, իրենք մեզ կուղրեն։ Хорошо, делаем перерыв 10 минут и продолжим. 10? Да. Все.